Նոր սահմանադրության տեքստը, թեև արդարադատության նախարարի խոստացած եւ ոչ մի ժամկետում այդպես էլ չհրապարակվեց, այսինքն հանրությանը հասանելի այդպես էլ չդարձավ, այն որ Սրբուհի Գալյանի գլխավորած բարեփոխման խորհուրդը որոշել է մայր օրենքից անել Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, հայտարարեց իշխանական падգամավորների Ծառուսյակ Ջուլհակյանը, երբ նորընտիր խորհրդարանում քննարկում էին վերջինիս թեկնածությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելու պահանջն արդեն շուրջ 1 տարի Ադրբեջանի նախագահը դրել է Երևան-Բաքու բանակցությունների սեղանին, պնդելով, որ հայ-ադրբեջանական նախախաղաղության պայմանագիրը վերջնական դարձնելու համար միայն այս խոչընդոտն է մնացել։ Ալիևը օր ու գիշեր այստեղ-այնտեղ հայտարարում է, թե այս փաստաթղթով տարածքային պահանջներ ենք իրենց ներկայացնում, նկատի առնելով Արցախի հետ վերամիավորման ներազգային նպատակը, որ դեռ 1990 թվականին ներառել ենք հռչակագրում։ Եվ թեպետ նոր սահմանադրության նախագծից այն բարեփոխող խորհուրդը որոշել է անկախության հռչակագրի հղումը դուրս բերել, այսինքն ըստ էության, այսպես թե այնպես բավարարվում է Բաքվի պահանջը, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից շարունակ նշում են, թե այս որոշումն ընդունելու հետ Ադրբեջանի նախագահը կապ չունի, ավելին նախքան այս հարցում որոշակիություն կմտցներ իշխանական падգամավորը, ՔՊ առաջնորդը վաղուց էր հստակեցրել իր դիրքորոշումը, պնդելով, որ այո, նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում պետք է չկատարենք։ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սակայն սահմանադրագետների դիտարկմամբ մայր օրենքում անկախության հռչակագրի հղումը չի վկայում որևէ կոնֆլիկտի մասին։ Մասնագետների համոզմամբ այն արտացոլում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները եւ արժեքային ուղղությունները։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից, քաղաքական եւ իրավական իմաստ։ Միաժամանակ մասնագետներին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մինչև այս պահն էլ թեպետ չի հանրայնացրել իր դիրքորոշումը անկախության հռչակագրին վերաբերող դրույթի վերաբերյալ, երկրի իշխանությունները մինչև իսկ ամենաբարձր մակարդակով նույն ընթացքում հանրայնացրին իրենց տեսակետները, որ հռչակագրի հղումը պետք է չլինի նոր սահմանադրությունում։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ էլ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Անկախության հռչակագիրը որպես Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթ նոր սահմանադրության ընդունմամբ ըստ էության պատմության գիրկն են ուղարկելու։ Այս հարցի պատասխանը ըստ մասնագետների թերևս պետք է տա ոչ միայն նոր մայր օրենքի վերջնական տեքստը, այլև հենց Հայաստանի քաղաքացին, ում էլ պատկանում է վերջին խոսքը։ Միայն թե նոր խորհրդարանում իշխող կուսակցությունը միայնակ չի կարողանալու նոր մայր օրենքի նախագիծը հանրաքվեի դնել։ Ընդդիմությունից ձայներ պետք կգան։ Եվ թեև իշխանականներն իրենց հույսը դրել են ընդդիմադիր падգամավորներին համոզելու վրա, նրանք արդեն հայտարարել են ՔՊ-ին այդ հարցում աջակցելու մանդատ չունեն։ Եվրոպա, Ռուսաստան, թե երկուսն էլ։ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, արտաքին քաղաքականությունը մեկ ուղղությամբ չի կառուցվում։ Այս իմաստով նաև ԵԱՏՄ անդամ երկրների հայտարարությանը, որով նրանք աջակցել են Հայաստանում ապագայում հանրաքվե անցկացնելու գաղափարին, Փաշինյանը դրական է վերաբերվում։ Վարչապետի խոսքով հանրաքվեի գաղափարն ի սկզբանե հայկական կողմինն է եղել, եւ ԵԱՏՄ գործընկերների հայտարարությունը ինքն ընկալում է որպես բարեկամական ժեստ։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետք է նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների
առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները։ Ռուսական շուկայի հետ կապված սահմանափակումների մասին խոսելիս վարչապետը հայտարարեց, նույնիսկ եթե ռուսական շուկան հենց հիմա ամբողջությամբ բացվի, Հայաստանը շարունակելու է դիվերսիֆիկացիայի իր քաղաքականությունը։ Ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Նույն փոփոխությունների անհրաժեշտությունը Փաշինյանը տեսնում է նաև էներգետիկ համակարգում։ Ատոմակայանի ապագայի վերաբերյալ որոշումներ դեռ պետք է կայացվեն, բայց նրա խոսքով ի հայտ է եկել նոր գործոն, կապված AI մշակույթի զարգացման եւ անհրաժեշտ էներգիայի հետ։ Եվ ըստ այդմ Հայաստանի էներգետիկ համակարգը եւս պետք է վերանայել։ Ճեպազրույցի մյուս կարևոր ուղղությունը Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն էին։ Վարչապետն ընդգծեց, Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունների սրացումը Հայաստանի համար մտահոգիչ է, հատկապես երբ Հայաստանը երկու երկրների հետ էլ հարաբերությունները խորացնելու շահագրգռվածություն ունի։ Մենք շատ անհանգստացած ենք եւ մենք նաեւ այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Երևանը շարունակում է աշխատել նաև TRIP-ի շուրջ։ Փաշինյանի խոսքով համապատասխան համաձայնագիրը վավերացման փուլում է, իսկ ընկերության ստեղծման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Գալով ներքին կյանքին, կառավարությունը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել նաև հոգևոր անվտանգության վերաբերյալ մանրամասն զեկույց։ Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի ձեռամբ դրվել է կանոնական ծիրից դուրս աբերվել եւ այստեղ օրակարգ կա, որը պետք է հասցեագրվի։ Օրակարգը գրված է նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում։ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին։ Նա բացառեց տարածքային յուրաքանչյուր հարց ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, ընդգծելով, որ դա պետք է կարգավորվի այնպես, որ ընդունելի լինի երկու երկրների եւ հատկապես այդ տարածքներում ապրող մարդկանց համար։ Երկու տարվա դադարից հետո Թավրիզ-Երևան չվերթները օգոստոսի 20-ից կվերականգնվեն։ Առաջին չվերթը տեղի կունենա 5-շաբթի ժամը 9-ին Թավրիզից Երևան ուղղությամբ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությունը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցության վերաբերող հարցեր։ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը ըստ որոշ տվյալների կազմում է 1.5 միլիարդ դոլար։ Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, հոբ համակարգեր, զինամթերք եւ ռազմական նշանակության այլ արտադրանք։ 2026-ի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372.1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0.09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք։ Անցած ամիս Հայաստանից ներմուծում չի եղել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունում մեծ էր գայթակղությունը խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու падգամավոր Արթուր Սարգսյանի տեխնացությունն ու ով սրբազան պայքարի գործով շարունակում է տնային կալանքում մնալ։ Բայց Սարգսյանը թիմակիցներին խնդրել է ազգային ժողովին գործնական տեխնացություն առաջարկել, քանի որ ինքը եթե անգամ ընտրվի չի կարողանալու կատարել իր պարտականությունները։ Այսպես քաղաքական ուժի ընտրությունը կանգ է առել падգամավոր Լիլիթ Գալստյանի տեխնացության վրա։ Տեխնացուն ինքը կարծում է, որ այն ամեն ինչի հետ մեր երկրում ամեն օր բախվում է քաղաքացին, կապ չունի ոչ իրավական, ոչ էլ ժողովրդավարական պետության հետ։ Ուսումնասիրությունների համադրումը, ինչպես է մեր ամեն օրը բացահայտում է, թե որքան հեռու է Հայաստանը խոստացված ժողովրդավարական արժեքներից եւ որքան խորն է դե յուրե եւ դե ֆակտո իրականությունների խզումը։
Թեպետ իշխանականներն ու ընդդիմադիրները միասնական որոշում ունեն հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում սահմանափակել ինչպես հարցերի, այնպես էլ ելույթների քանակը, որ նոր խորհրդարանը չձևավորվի մինչև հաջորդ 2031-ի ընտրությունները, Գալստյանին հարց ուղղելու համար հերթագրվում է 25 պատգամավոր։ ՔՊԱ-ականների հետ Լիլիթ Գալստյանի հարց ու պատասխանը թեժ է, բայց խորհրդարանում մթնոլորտը շիկանում է, երբ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հերթն է հասնում։ Խորհրդարանի փոխոսնակն ասում է, ստիպված այն քրեական վարույթի նյութերն է աչքի տակով անցկացրել, որոնցով անցնում են հենց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը, որոնք որ պլանավորում էին շախ տալ Երևանի փողոցներում։ Հետո հիշեցի, որ դուք այդ մարդկանց արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք։ Այդ կարված ցուցմունքներից մեկը դուք պատառիկն եք, մեկ տարբաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով եւ դուք հենց այդ մոնտաժված ցուցմունքներից պատառիկ եք կարծում եւ ինձ ասում եք դե գնահատական տուր։ Ընդդիմադիր պատգամավորը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ վիրավորվում է Ալեքսանյանի համեմատությունից։ Խորհրդարանի փոխոսնակը շարունակում է իր պնդումը։ Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ, ու իմ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Պրոակտիվ արձագանքը Հայաստան խմբակցության պատգամավորներից Գեղամ Մանուկյանինն էր, ազգային ժողովի իշխանական փոխնախագահից պահանջում է ձևակերպումների հարցում առավել զուսպ լինել, երբ խոսքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորին է վերաբերում։ Երբ որ գալիս եք այստեղ ու տերորիզմ պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում։ Հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը, որը կոնվենցիոն իրավունք է։ Եվ մեկ քայլ ԿՊ-ից, որ մարդկանց իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն է հավակնում դառնալ Լիլիթ Գալստյանը։ Իշխանական պատգամավորներից Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց։ Ընդդիմության տեխնացուն էլ արձագանքեց բոլոր մարդկանց Ղազարյանին հիշեցնելով 2008-ի մարտի 1-ի դեպքերի ընթացքում նույնիսկ անձնական երաշխավորություն է ներկայացրել վերջինիս Սկեսրայելի ազատության համար, թեպետ իր քաղաքական ուժը կոալիցիոն իշխանության կազմում էր։ Օգոստոսի 15-ին Աբովյանում ժողովրդին հայտնի բենզինների խաչմերուկում բախվել են 40-ամյա Միհրան Մ-ի Opel Astra-ն եւ Տիգրան Մ-ի Chevrolet-ն։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ Միհրան Մ-ի ուղևոր 39-ամյա Գոհար Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Chevrolet-ի վարորդ Տիգրան Մ-ն եղել է ոչ սթափ եւ բարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին։ Օգոստոսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 63-ամյա Հովհաննես Տ-ի Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ 1 հոգի տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում օգոստոսի 15-ին Ազատության պողոտա Ներսիսյան Մամիկոնյաց փողոցների խաչմերուկում բախվել են Տեսլան եւ Կիան։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Մինչ շտապ օգնության ժամանումը բարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած տեղատուփում պահվող անհրաժեշտ պարագաներով օգնություն են ցուցաբերել վարորդներից մեկին, վիրակապելով գլուխը։ Բախման հետևանքով Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայության կողմից ճանապարհին տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes-ը։ Տեսլան էլ հայտնվել է MIT-ին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ Տեսլայի վարորդը դատախազ է։
Վայոց ձորում Երևան-Մեղրի ավտոճանապարհին օգոստոսի 15-ին 35-ամյա Սրապիոն P-ի Chevrolet Volt-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Արփա գետի ափին։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Բժշկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Օգոստոսի 15-ին եւս մեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Իրենոն Երևան-Գյումրի ավտոճանապարհին Մուղնիի տարածքում բախվել է հողաթմբերին եւ քարերին եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Երկու հոգի տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են։ Chevrolet-ն օգոստոսի 14-ին Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ գլխի վայր շրջվել։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ տուժածներ չկան։ Օգոստոսի 17-ին ողբերգական դեպք է գրանցվել Կոտայքի մարզում։ Եղվարդում բախվել են Ֆորդը ու մոտոցիկլը։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ Հոնդա ստիպված են եղել կողաշրջել, քանի որ մոտոցիկլավարը հայտնվել էր ավտոմեքենայի տակ։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։ Ֆորդը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ-ն։ Ֆորդի վարորդը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Նրա ուղևորներ 31-ամյա Մարիաման եւ 5-ամյա Արամ Հ-ն տեղափոխվել են Ուիկմոր բժշկական կենտրոն։ Օգոստոսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Վազգեն առաջին փողոցում բախվել են 21-ամյա Նարեկ Հ-ի BMW-ն, 36-ամյա Խաչիկ Խ-ի Տեսլան եւ 28-ամյա Վահագն V-ի էլեկտրական Հոնդան։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ տուժածներ չկան, սակայն BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։ Ինչ կժամանեին պարեկները երկու երիտասարդ BMW-ի վրայից հանել են համարանիշները, սակայն պարեկների ժամանելուց հետո նրանք համարանիշները նորից տեղադրել են մեքենայի վրա։ Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ ավտոմեքենաներից Հոնդան եւ Տեսլան եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։ Եվս մեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում օգոստոսի 16-ին։ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 39-ամյա Նարեկ Սի BMW X5-ը եւ 29-ամյա Վահան Գ-ի Nissan March-ը։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ BMW-ն կողաշրջվել է եւ կոտրել հարևանությամբ գործող ծաղկի ազատ վաճառքի երկաթե ճաղավանդակները։ Մինչև դեպքի վայր կժամանեին պարեկները BMW-ի վրայից համարանիշները հանել են։ BMW-ի վարորդին արդեն հայտնաբերել են եւ BMW-ի վարորդին եւ Nissan March-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Ու տեղում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում սա նրա ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու երկրորդ դեպքն է։ Նա զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ Nissan March-ի վարորդը եղել է սթափ։